Գիտես ինչի, որովհետև մտածում եմ, որ դե երեխեն Սոնան թոքաբորբով բանով թոքերի պրոբլեմ է ունեցել, բերել են հիվանդանոց, ուրեմն հենց նա էլ մնացել է բուժել են, հետո նոր բերել են։ Աստորեն մորը դուրս են գրել, հետո երեխուն բուժել են, նոր երեխուն են դուրս գրել։ Հա, հիմա իմացիր, այդ երեխան Լուսինեն է եղել, հա։ Այդ կինը ողջ մնացած երեխայի հետ դուրս է գրվել, իսկ հետո հասկացար։ Արսեն, եթե դու տեսնեիր այդ կնոջ հայացքը, ամեն ինչ կհասկանայիր, հասկանում ես նո պատրաստներ ինձ սպանել, հենց որ աղջիկների մասին էի խոսում։ Նա հեշտ չի զիջելու Արսեն։ Չէ, ես չեմ էլ մեղադրում, վերցրել են երեխային, իմ ցանկությունը կատարել են, աղջիկներին մեծացրել են։ Հիմա ինչ։ Ինչ եմ ենթադրություններ անում։ Ես անպայման կճշտեմ։ Արսեն ջան, ճշտի, բայց շատ սիրուն, հմայիչ, սրամիտ էլ աղջիկ էր, գիտես։ Ես ինչ սիրուն ես այսօր։ Հա։ Հա, շատ։ Իսկ մենք ուր ենք գնում։ Բայց շատ սիրուն ես, է։ Հա։ Չէ, բայց ուր ենք գնում։ Կտեսնես հեսա։ Լավ։ Հիվանդ ես։ Չէ։ Բա աչքերդ ինչ են մի տեսակ։ Ես ընդամենը մի 2 օրով եմ եկել։ Կաշխատեմ 2 օրից գնալ սենյակ գտնեմ, դուրս կգամ այստեղից։ Մնա ինչքան ուզում ես։ Ինչ է եղել։ Ոչինչ։ Լավ, չես ուզում մի խոսիմ։ Տանտերը ինձ Տանտերը չսպասեց, ինձ շուտ հանեց բնակարանից։ Դրա համար ես ստեղ եմ մնալու 2 օր։ Բայց աղջիկները տուր են։ Քնել ես, առիթը օգտագործել են ու դուրս են եկել։ Ես տեղյակ եմ, թե որտեղ են իմ աղջիկները։ Բայց այ դու պարտադիր չի որ իմանաս։
Արի խոսելու բան կա։ Էլի կյանքը ուտում էիր։ Գնա գործիդ։ Աշխատի չուտես։ Անդաստիրակ։ Արդեն հասնում ենք։ Անհամբեր սպասում եմ, գիտես։ Հա։ Ուզում եմ իմանալ, ինչ ես պատրաստել ինձ համար։ Հաստատ քեզ դուր կգա։ Լավ։ Ապեր հաստատ շատ լավ առնելու։ Նա կասկած չկա, որ մտնենք է բանկ, քեզ ես տեսքով տեսան, ախպեր, վсё։ Привет, երեխեք։ Բարև Լիկաչյան։ Բարև։ Իսկ թվաց ձեզ է Սաշա։ Ոչ։ Էլի կորելա չկա։ Հա, գործերով տեղա գնացել։ Լուրջ։ Հա, Մի օր հավաքվել եմ գնամ իրանց տուն, գիտես։ լուրջ ես ասում։ Ես խնդում հայկիկ։ Մի բան խմենք միջև ձեր ընկերը գա։ Դավայ, մի րոպե էլի։ Բայց ես դուր չի գալի, Սաշի կորել հայտնվել է։ Ինչ կա, որ։ Բան չկա, ինչ պետք է լինի։ Կսպանեմ։ Գիտես չէ, կսպանեմ։ Եթե դավաճանել է ինձ։ Ինչ շատ չկա։ Կսպանեմ, հետո ինչ ուզում ա թող լինի։ Ուր էիր։ Դուրս է եկել մի քիչ քայլեի։ Ես ցրտի։ Դե ինչ անեի, նստեի Լարիսի դեմքին նայեի։ Հասկանում եմ։ Չգիտես, երբ որ չի ուտում, անդադ խոսում է։ Պետք չի։ Դու ոնց եղար։ Լավ եմ արդեն։ Խփում ես, է։ Լավ։ Լուսինեի հետ խոսել ես, զանգեմ։ Չէ։ Մի զանգի մարայտուն գնաց։ Մենք երևի իրոք չափից շատ ենք զանգում ու հետևում ու վերահսկում, երևի լարվում ու իրան ազատ չի զգում, ինքնուրույն երևի արդեն ժամանակն է, որ կողմնորոշվի։ Պիտի մի քիչ ազատ թողնենք, հա երևի։ Երևի ճիշտ ես, մամ։ Դու ինձանից լավ գիտես, որ Լուսինեն լրիվ քայլող փորձանք է։ Բայց մեկ այն ամենասիրուն մաման տխուր է, չէ՞։ Ay. Ինչ ուզիշ տեսարանը։ Ձված ծեղ եմ պատրաստել չեք ուտում ինձ հետ։ Դուք գիտեք, շատ համեղ է։ Այս տանը ես ամեն ինչ սարքեմ, ամանները լվամ ու մի հատ չօգտվեմ։ Գիտեք ինչ, ես ձեր համար թոմրապոյտից հաչեմ։ Սրաստ է։
Բայց որտեղից գտավ այդ բառը։ Հասանք։ Այսօր տուն եք եկել։ Էսպային իմուքո։ Այսինքն։ Հեսա կտեսնես։ Բայց Ինչ, վախենում ես։ ես չէ, ուղղակի դու չէիր ասել, որ ինչ որ տուն են գալու։ Ձեր տունն է։ Լույս կարևոր էսպային իմուքո տունն է։ Չես վստահում ինձ։ Վստահում եմ։ Դե ներս գնանք։ Ես ինձ սիրում եմ։